Գիտես, որ դու զարմանալի կերպով ես ստեղծված։ Այո, Աստվածաշունչը այսպես է ասում. Գոհանում եմ քեզանից, որովհետև զարմանալի կերպով եմ ստեղծված եւ իմ անձս լավ գիտե դրա մասին։ Սիրելիներս, այսօր ես ձեզ ուզում եմ այս բարի լուրը ասել, որ դուք Աստծո ստեղծագործությունն եք եւ դուք ստեղծված եք զարմանալի ձևով, զարմանալի կերպով եք ստեղծված եւ դրա համար դուք պետք է իմանաք, որովհետև Սուրբ Գիրքը ասում է, որ իմ անձս լավ գիտե, որ ես զարմանալի կերպով եմ ստեղծված։ Սիրելիներս, երբեք չապրեք անլիարժեքության մեջ, որովհետև դուք Աստծո ստեղծագործությունն եք եւ դուք շատ թանկ եք Աստծո համար եւ Տիրոջ խոսքը ասում է, որ ես գոհանում եմ քեզանից, որովհետեւ զարմանալի կերպով եմ ստեղծված։ Այսօր ես աղոթում եմ քեզ համար, որպեսզի Աստված բարձրացնի քեզ, որպեսզի ոչ թե դու լինես անլիարժեք, այլ դու պարզապես լինես լիարժեք Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ոչ թե դու նայես քո թերություններին, ոչ թե նայես քո ֆիզիկական ինչ-որ թերություն կա քո վրա, այլ դու հասկանաս, որ դու զարմանալի կերպով ես ստեղծված։ Երբ որ նայում ես դու ինքդ քեզ, դու ասա, որ ես Աստծո ստեղծագործությունն եմ։ Ոչ թե պարզապես դժգոհիր, որ ինչ որ մի բան քո դուրը չի գալիս քո մարմնի վրա, քո դեմքի վրա, այլ դու ասա, որ ես Աստծո ստեղծագործությունն եմ, որովհետև Աստված ինձ զարմանալի կերպով է ստեղծված։ Այո, սիրելիս, գոհացիր ինքդ քեզ համար եւ փառք տուր Տիրոջը հենց քեզ համար, որովհետև դու զարմանալի կերպով ես ստեղծված, որովհետև դու Աստծո ստեղծագործությունն ես եւ դու շատ թանկ ես Տիրոջ համար։ Տերը օրհնի քեզ եւ Տերը զորացնի քեզ Հիսուսի անունով եղիր օրհնված։ Ամեն։